Քրիստոնյա հայ մոր կերպարը Աստվածամոր կերպարն է։ Երբ որ մենք ասում ենք մայր, հասկանում ենք Աստվածամայր, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին։ Մեզ համար ուրիշ կերպար չկա։ Այսինքն իր զավակի համար Աստվածամայրը ինչպես մեծացեց 7 սրեր անցալ իր սրտով, 7 վերք եկեղեցի կա, չէ՞, 7 խոցեր։ Մանկությունից, երբ որ Սիմեոնը ծերունին մարգարեացավ եւ ասեց քո սրտի միջով սրեր պետք է անցնի։ Այսինքն Աստվածամոր ամբողջ կյանքը հանուն Քրիստոսի էր։ Աստվածամոր կերպարը մեզ համար քրիստոնեական մոր կերպարն է։ Մայրը պետք է ապրի իր ընտանիքի համար։ Երկու բայց սա միայն մոր կերպար չի։ Սա նաև հոր կերպարն է։ Հայրը եւ մայրը իրենց ամբողջ նպատակը ներդնում են, որ ընտանիք ստեղծեն եւ մեծացնել այդ ընտանիքը։ Բայց ցավոք սրտի այսօրվա իրականությունը ինչպիսին է, այնքան շատ աշխարհիկ է դարձել ամեն ինչ։ Այս զոհաբերության հոգին կարելի ասել ոչնչացել է, վերացել է։ Այն հարսանիքից սկսած մինչև, չգիտեմ, դուք չեք տեսել իրական հարսանիք։ Ես տեսել եմ մի քեռու հարսանիք, ես հիշում եմ, գյուղական միջավայր էր, վրանի մեջ ա եղել հարսանիքը, վրանը խփել են, հարս ու աղջիկ հավաքվել են, իրաց ձեռով մորթել են անասունը, ուրախացել են, այն որ գրքերի մեջ տեսնում եք, 7 օր հարսանիք արեցին, տենց ա եղել, 7 օր խոմենակ չեն խմել, 7 օր պատրաստվել են, 7 օր աշխատել են, ներդրել են, հիմա մտնում են սրահը, ձեռները լվալով դուրս են գալիս։ Այսինքն ոչ մի արարողություն չկա, արարողություն էր դա, ուրախություն էր դա, բոլորն էին մասնակցում, դրա մեջ խորհուրդ կար, հասկանում եք ինչ եմ ես ասում այդ բոլորը։ Եվ դա մենակ հարսանեկան արարողությունը չի, դա ամբողջ մարդու կյանքն է։ Օրինակ, իմ ծնողները ամուսնացել են, բայց հնարավորություն չունեցել, չի եղել, որ լավ պայմաններ լինեն ապրելու։ Մի սենյականոց բնակարանում 3 երեխա, 3 տղա երեխա մեծացել ենք մենք, շատ դժվար ծանր պայմաններում։ Իմ մայրը 2 տեղ աշխատել է, 3 երեխա պահել է։ Իմ հայրը եւս ամբողջ ժամանակ եղել է զոդող ա եղել, ամբողջ ժամանակ գնացել է դուրսերն աշխատել, այդ երեխեքին ոնց են պահել բայրակ, իր 2-ով միասին աշխատել են ու 3 երեխա պահել են, բայց հիմա տունը պետք է լինի, ավտոն պետք է լինի, աշխատավարձ լինի, իմ ամեն ինչն է պետք է ապահովի, որ նոր ես ամուսնանամ։ Հասկանում ես, պահանջարկը փոխվել է, հասկանում եք ես ինչ եմ, ես շատ վատ բան է։ Չգիտեմ, ես չգիտեմ տղայից է թե աղջկանից է պահանջը, նյութականի պահանջը, երբ որ նյութականը գերիշխում է, սերը քաշվում է, հետ է գնում։ Դու ոչ թագավոր ես, ոչ էլ քո նշանածնա թագուհի, որ պալատներում ապրի։ Ասա ես ռաշպար բանվոր եմ, ես թագավոր չեմ եւ թագուհի էլ չեմ բերում իմ տուն, որ պալատներում պահեմ, չէ, ես Աստվածամոր կերպարն եմ ուզում տեսնել քո մեջ։ Ես ուզում եմ, որ մենք ինչ անենք իրար հետ անենք, իրար ստեղծենք։ Ոնց որ մեր պապերն են արել։ Գյուղում նայում ես, մի տան մեջ 3-4 աղբեր իրանց երեխեքով ապրել, մեծացել են։ Դա անգամ կենդանիները իրանց հետ են եղել, բա ոնց են ապրել, ավելի առողջ են ապրել, ավելի լավ մարդ են դարձել։ Ուրեմն մեզ համար Աստվածամոր կերպարն է լավ։ Իր զավակի, իր ամուսնու ընտանիքի համար զոհաբերվող եւ Հովսեփ արդարի կերպարը։ Հովսեփը Սուրբ ընտանիք ենք չի ասում։ Ինչ արեց Հովսեփը։ Սկզբում երբ որ Աստվածամոր մասին լսեց, ասեց ես ավելի լավ է Մարիամին բաց թողնեմ, որովհետեւ ինձանից չի եւ չեմ ուզում իրան վնասել։
ծածուկ բաց թողնեմ, ոչ ոք չի իմանա։ Տեսեք այստեղից բարի իմաստուն քայլ։ Բայց երբ որ հրեշտակը երևաց Հովսեփին ասեց. այո, գիտեմ քեզանից չի, բայց Սուրբ Հոգուց է։ Դու այդ երեխայի հայրը չես, չէ, բայց դու այդ երեխայի պաշտոնն ես։ Դու Աստվածամոր նշանածն ես։ Դու պահի մի թող, դու պետք է պահես։ Հովսեփին չարեց, սովորվեց անուն Քրիստոսի, փախցրեց Եգիպտոս, ուզում էին կոտորեն։ Մանուկներին կոտորեցին Բեթխեհեմի, Հովսեփը վերցրեց, փախցրեց եւ հետո քանի տարի մնաց, հետո Եգիպտոսից եկավ, մինչև ավանդությունն ասում է Հովսեփ Աստվածահայր ենք մենք ասում է Աստվածահայր։ 72 տարի ապրել է Հովսեփ Աստվածահայրը։ Երբ Հիսուս նոր 30 տարեկան էր դարձել, արդեն պետք է մտներ կյանք, այսինքն պետք է մկրտվեր ավետարանը քարոզեր, Հովսեփը մահանում է։ Հովսեփը չի տեսնում Քրիստոսի քարոզությունը, բայց Աստվածամայրը տեսնում է։ Ուրեմն մեզ համար Հովսեփ Աստվածահոր եւ Մարիամ Աստվածամոր կերպարը իրական հոր եւ մոր կերպարն է, սրանք պետք է իմանանք։ Ամեն։